Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը հոկտեմբեր պապի պատանեկան ուրախությունն է եղել։ Հաղթանակի զբոսայգի անմար կրակի մոտ միշտ պարտությամբ է գալիս։ Աշխատեցինք գիշեր ցերեկ հաղթանակի համար եւ հաղթեցինք 45 թվին ուրախացան բոլորը։ Մենք էլ հետը 96 տարեկան վետերանի պատանեկությունը խլել է պատերազմը։ 11 տարեկան է եղել, երբ կրակել են առաջին ռումբերը։ Որպես կամավոր երկաթգծի դեպո է գնացել օգնել աշխատողներին, 1000 ու մի ծանր գործ արել։ Պարավոզների վրա, թե բռնի պոյոզների վրա իմ հասանելիք գործը կարգավորել եմ, ուղարկել եմ որտեղ որ պետք է։ Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը նաև միասնության տոն է, ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Չարիքին հաղթելու ծանր բեռը իր վրա է վերցրել Խորհրդային Միության ժողովուրդը։ Это еще и личный праздник. Սա յուրաքանչյուրիս տոնն է, որովհետև այդ խորհրդային երկրներում ապրող գրեթե բոլոր ընտանիքների դռներն էլ թակել է պատերազմը։ Մեզ միավորում է հիշողությունն ու ճշմարտությունը պատերազմի եւ հաղթանակի մասին։ Անմար կրակի առաջ արդեն 5 տարի է կոտրված սրտով է ծաղիկ խոնարհում Արցախյան առաջին պատերազմով անցած հրաչը։ Հիշում է այն օրերը, երբ օրերով մայիսյան եռատոնին էր պատրաստվում։ Առավոտյան ընկերների հետ գնում եռաբլուր, հետո պարզ ճակատով հաղթանակի զբոսայգի գալիս, պապերի տոնը շնորհավորելու։ Ընկերներով հավաքում ենք, հիմա արդեն էլ տրամադրություն չկա։ Չկա տրամադրություն։ Ամեն ինչ փոխվել է։ Սենց մտածում ես, ասում ես, լավ է դավաճանությունը մինչև երբ պետք է լինի, մինչև ուր պետք է գնա։ Ազատամարտիկի համար տոները կորցրել են իրենց նշանակությունը։ Արցախը չկա, Հայաստանն էլ վտանգված է։ Հաղթանակի զբոսայգի պապերի տոնը շնորհավորելու է գալիս մի տեսակ ամաչում նրանց սխրանքի առաջ։ Ուրախություն անցել է։ Մի փոքր է մնացել։ Տխրություն ավելի շատ է։ Ինչի հասանք կորցրինք։ Դաժան իրականությունը, դաժան։ Ու միշտ գնալով կորցնում ենք և դրությունը վատանում է, ազգի դրությունը։ Հաղթած մարդը պարտության հետ համակերպվել չի կարող։ Հրաչը չի ուզում հավատալ, որ հայ ժողովրդի պայքարն ավարտվել է։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։